Մեկ նաև բարեվարկությունը հաշվի առնելով մի քիչ մանրամասներ, կոնկրետ ինչ մասերով։ Չէ, չեմ կարող ընդհանուր բարեվարկության մասին է խոսքը, բայց ոչ միայն բարեվարկության, ընդհանրապես թե պրոֆեսիոնալ որակների եւ ամեն ինչ։ Էֆեկտիվությունը նախորդ գործունեության եւ այսպես շարունակ։ Պարոն Ռուբինյան, քաղաքի պետարության հետ կապված եմի ինֆորմացիաներ են քաղաքի հասարակության վերաբերյալ։ Ինչ սպառնալիքներ եք ինչ եք դրել դրա հիմնավորումը։ Մի քանի սպառնալիքներ։ Սպառնալիքները հայտնի են, այսինքն դու չեք տեսնում, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ, կամ չեք տեսնում, որ ապատերեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում, չեք տեսնում, օրինակ, որ բացվում են կայքեր, բառից բուն իմաստով, ասենք 2 օր կայք է բացվում, մի հատ անգլալեզու, որտեղ ինչ որ սենսացիոն ֆեյք լուր են գրում, օրինակ, չգիտեմ, Փաշինյանը Կանադայում տուն է գնել, կամ ինչ են ասում, Հայաստանում Էրդողանի հրամանով կառուցվելու է 12 մզկիթ։ Այս լուրերը, որ նորահայտ անգլալեզու կայքում գրվում են կամ ինչ-որ թուրք լրագրող է գրում, մի վայրկյան, օրեր անց, օրինակ, դա հայտնվում է մեր հայկական լրատվամիջոցների էջերում։ Չէ, էլի կարող են լինել, կարող է լինել, չգիտեմ, ապօրինի ֆինանսների օգտագործում։ Ինչ կա, որ հիմա ռեալ անհանգստացնում։ Ինչպես եք տարբերացնում օրինակ։ Հարցը անհանգստացնելու, չանհանգստացնելու մասին չի։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Որտեղից միջամտության փորձ։ Օրինակ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից, իսկ եք իրենց։ Ես չեմ տեսել, որ իրենք այդպիսի բան ասում։ Դատարանը վարչական ցանկացած արտաքին միջամտության փորձ։ Բայց մեր իրավապահները չեն կարող դա կանխել։ Մեր իրավապահները չեն կարող։ Կարող են, բայց Եվրամիության իրավապահները չեն կարող կանխել։ Պարզի որ մեր իրավապահները պիտի կանխեն։ Խոսքը փորձի փոխանակման, չգիտեմ, մեթոդների փոխանակման մասին է։ Պարոն Ռուբինյան, վարչական դատարանը որոշել է, որ 20 թվականի ռազմական դրության ժամանակ կառավարությունն անհիմն է արգելել հավաքներն ու քննադատությունը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք չափազանցված չի եղել այդ շրջանում ընդդիմադիրներին թույլ չտալ միտինգներ անելը։ Դատական գործի մասով չեմ մեկնաբանի, որովհետև վերջին ատյանին չի հասել, որքան հասկանում եմ, տեսականորեն կարող է եւ բողոքարկվել միջնադեպ դատարանում, իսկ քաղաքականապես, եթե հարցը քաղաքական առումով է տալիս, արդյոք ես համարում եմ, որ 2020 թվականին համաչափ չի եղել չեն եղել սահմանափակումներ, չեմ համարում, ես համարում եմ, որ պատերազմական իրավիճակում այդպես էլ պիտի լինի։ Դատարանի այս հետևություններ չեք անում, որ սահմանափակվել է։ Նոր ասեցի, որ դատարանի մասով չեմ մեկնաբանի, որովհետև դեռ վճռաբեկ տեսականորեն կարող է վճռաբեկ դատարան բողոքարկվել։ Պարոն Ռուբինյան, 2 շաբաթ առաջ, երբ հրապարակվեցին Լեռնային Ղարաբաղի բանակցային փաստաթղթերը, այդտեղ բացակայում էր QST բանակցային փաստաթուղթը։ Ընդդիմությունից արձագանքելով ասացին, որ հրապարակեք այդ փաստաթուղթը, ինչու՞ չեք հրապարակում։ Այո, եւ պատասխանը կառավարության եղավ այն, որ իրենց տիրապետության տակ նման փաստաթուղթ չկա։ Նախկին դեսպան ՄԱԿ-ում փոխտեսպան Յունիկ Աղաջանյանը օրերս հայտարարել էր, որ ԵԱՀԿ դեպոզիտարիայում կա այդ փաստաթուղթը եւ ցանկության դեպքում դուք կարող եք հարցում անել եւ այդ փաստաթուղթը ստանալ։ Հետաքրքիր է, այս ընթացքում փորձել եք առաջին անգամ լսում եւ նշած անձի որևէ հայտարարության եւ երբեւե լուրջ չեմ վերաբերվել եւ լուրջ չեմ վերաբերվում եւ զարմանում եմ, որ ոնց է այդպեսի անձը ընդհանրապես դեսպան եղել, դա շատ խոսուն է Քոչարյանի եւ Սերժ վերաբերյալ։ Այդուհանդերձ, պարոն Ռուբինյան, այդ փաստաթուղթը հայտնաբերելու ուղղությամբ կառավարությունը ջանքեր գործադրում է։ Այդ փաստաթուղթը կառավարությունը հրապարակել է այն փաստաթղթերը, որոնք կան իրենց տիրապետման ներքո, այսինքն իրենց մոտ ինչ կա հրապարակվել է, ինչ չկա չի հրապարակվել, որովհետև չկա։ Եթե Քոչարյանը պնդում է, որ այդպիսի փաստաթուղթ կա, թող հրապարակի։ Ձեր գործընկեր Արտուր Խաչատրյանը իր Facebook-յան էջում այդ փաստաթղթի ոչ պաշտոնական արված առաջարկների քսերակոպիայից մի հատված տպագրել։ Ես երբ որ իրեն հարցրեցի, ասի դա օրիգինալից արված քսերակոպիայի կտորներ, որ հրապարակել, ասեց այո։ Դե չգիտեմ, ուրեմն մանրամասնի ինչ նկատի ունի, ինչ փաստաթուղթ, չգիտեմ, չեմ տեսել ես իր հրապարակը։ Եթե այն հարցեր չկան, շնորհակալություն։